Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 10-ի գիշերը հաստատել է Գազայից պատանդներին վերադարձնելու ծրագիրը, նախարարների մեծ մասն աջակցել է գործարքին, սակայն ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը եւ այլ պաշտոնյաներ դեմ են քվեարկել, խոստացել խափանել կառավարության աշխատանքը, եթե Համասը չոչնչացվի։ Զուգահեռ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Այժմ ըստ ամերիկյան նախաձեռնության պետք է հրադադար հաստատվի Ցահալը հետ քաշվի Գազայի հատվածի համաձայնեցված գծեր, միաժամանակ պահպանելով որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը։ Ակնկալվում է, որ Համասն էլ 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդներին, ինչպես նաև կփոխանցի մահացած գերիների մարմինները։ Այնուհետև Իսրայելը կազատի հրեական պետության բանտերում պահվող մի շարք պաղեստինցիների։ Դոնալդ Թրամփը կառավարության նիստում հայտարարել է, որ պատանդները պետք է վերադառնան Իսրայել մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Նրա խոսքով Մերձավոր Արևելքում խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Առաջիկայում ԱՄՆ ներկայացուցիչները, այդ թվում ես, կմեկնենք Եգիպտոս, Իսրայելի եւ Համասի միջև համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար, հավելել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Գազայի բնակիչների համար հարկավոր է կյանքի նորմալ պայմաններ ստեղծել, քանի որ այնտեղ անհնար է ապրել։ Համասի բանակցային խմբի ղեկավար Խալիլ Ալ-Հայան հայտարարել է, որ հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Վաշինգտոնից եւ մյուս միջնորդներից երաշխիքներ են ստացել, որ Գազայում պատերազմը վերջնականապես ավարտվել է։ Միևնույն ժամանակ Պաղեստինյան շարժումը մեղադրել է Իսրայելին ռմբակոծությունները շարունակելու, խաղաղ բնակիչներին սպանելու եւ հրադադարի համաձայնությունը խաթարելու փորձի համար։ Ցահալն ընդունել է, որ հարվածել է Համասի ներկայացուցիչներին, նշելով, որ նրանք սպառնացել են իսրայելցի զինվորների անվտանգությանը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 450 ԱԹՍ եւ 30 հրթիռ, կանավերածություններ, զոհեր եւ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ուկրաինայի նախագահի խոսքով այժմ աշխատանքներ են տարվում երկրի տարբեր շրջաններում էլեկտրա եւ ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել Կիևի, Դոնեցկի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի եւ այլ մարզերում։ Ըստ Զելենսկու թիրախում են եղել նաեւ Զապորոժիան եւ Խերսոնը։ Անհրաժեշտ են ոչ թե դատարկ խոսքեր, այլ վճռական գործողություններ Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ G7-ի կողմից հակաօդային պաշտպանության ուժեղացման եւ պատժամիջոցների հարցում, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահը կրկին խոստացել է մեծացնել ճնշումը խաղաղության հասնելու նպատակով։ Նա չի բացառել, որ կխստացնի հակառուսական պատժամիջոցները։ Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ արդեն սկսել է դա անել։ Մենք զենք ենք վաճառում Հյուսիսատլանտյան դաշինքին, որի մեծ մասը գնում է Ուկրաինա։ Կողմերը շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, հավելել է ԱՄՆ նախագահը։ Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։ Կոմերսանտին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Կարտավիխի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգնականների մակարդակով, իսկ վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանի քաղաքացիներից մեկին։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են հոկտեմբերի 9-ին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Դա նրանց առաջին հանդիպումն է եղել մեկ տարվա ընթացքում։ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունների դինամիկան պահպանելու համար։ Ալիևը հայտարարել է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լավ առաջընթացի մասին։ Կողմերն անդրադարձել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռի վթարին, որի հետևանքով 38 մարդ էր զոհվել։ Պուտինն ընդունել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների բեկորներից։ Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի կործանման հետաքննությունն անձամբ վերահսկելու համար։ Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահները քննարկել են նաև երկու երկրում ձերբակալված իրենց քաղաքացիների հարցը։ Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ավարտին եռակողմ արձանագրություն է ստորագրվել։ Պաշտոնյաներն ընդգծել են պաշտպանական գործակցության կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման գործում։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Զաքիր Հասանովի խոսքով այդ պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում եւ դրանից դուրս գործակցության համար։ Դիանա Գասպարյան, Լուրեր։